Առաջարկվում է հետաձգել հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում էլեկտրոնային նոր համակարգի ներդրման և այլ պետական մարմիններում դրա ինտեգրման կամ համակցման համար նախապես սահմանված ժամկետը։ Այս պահին կազմվում է տեխնիկական բնութագիրը և առաջիկայում մրցույթ կհայտարարվի։ Արդարադատության նախարարությունը փաստարկում է, որ գործընթացը ժամանակատար է և կա վտանգ, որ օրենքի սահմանած ժամկետում հուլիսի 1-ին համակարգը կարող է պատրաստ չլինել։ Հաշվի առնելով, որ նկարագրված ամբողջ գործընթացը ժամանակատար է, առկա է լրջագույն վտանգ, որ 2025 թվականի հուլիսի 1-ից հնարավոր չի լինի պատշաճ կիրառել ընդունված օրենքը, ընդ որում ծառայությունը տարեկան կտրվածքով ընթացք է տալիս ավելի քան 2 միլիոն կատարողական վարույթների և դրանց պատշաճ կատարումն ապահովելու միակ տարբերակը առկա հարկադիր կատարողների թվաքանակի պայմաններում համապատասխան էլեկտրոնային գործիքների ներդրումն ու գործարկումն է։ Արդարադատության նախարարությունն առաջարկում է օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել 6 ամսով և սահմանել 2026-ի հունվարի 1-ը, իսկ դատարանների հետ կապուղիների ներդրման և համակցման ժամկետ սահմանել 26-ի մարտի 1-ը։ Գևորգ Քոչարյանը խորհրդարանի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է նաև քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ։ Գործող օրենքը թույլ չի տալիս միևնույն դատարանի տարբեր դատավորների մոտ քննվող գործերը միացնել մեկ վարույթում։ Ըստ Քոչարյանի, ապօրինի գույքի բռնագանձման վարույթներում նման անհրաժեշտություն առաջանում է։ Նախագծով առաջարկում է որպես գործերը միացնելու չափանիշներ սահմանել վարույթների միջև փոխադարձ կապը, դրանց համատեղ քննության նպատակահարմարությունը, այսինքն երկու առանձին պայման նախատեսում։ Գործերի առավել արագ և արդյունավետ լուծման տեսանկյունից, ինչպես նաև նախատեսել ժամկետային սահմանափակում, այն է գործերը կարող են միացվել, եթե դրանցով դեռևս չեն կայացվել ապահովման պարտականությունը բաշխելու մասին որոշումներ, այսինքն երբ դեռ դատական քննության սկզբնական փուլում են գտնվում։ Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը։ Լեռնային Ղարաբաղում գրանցված իրավաբանական անձինք մինչև 2024-ի ավարտ ժամանակ ունեին վերագրանցվել Հայաստանում և շարունակել գործունեությունը։ Նոր կարգավորումը հնարավորություն կտա առգրավել թե գրանցված, թե չգրանցված բոլոր ընկերությունների գրավի առարկան, որոնք գրավադրումով վարկ ունեն Հայաստանի բանկերում և չեն կատարում իրենց պարտավորությունները։ Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանը հիշեցրել է, որ կառավարությունը սոցիալական ծրագրերով տեղահանումից հետո ծախսել է 115 միլիարդ դրամ։ Միաժամանակ ստանձնել է նաև Լեռնային Ղարաբաղի կառավարության և այլ պետական կառույցների շուրջ 220 միլիարդ դրամի պարտքի հանդեպ պատասխանատվություն։ Մենք առաջնորդում ենք հետևյալ տրամաբանությամբ. առաջին, երբ որ կառավարությունը ըստ էության ստանձնեց Լեռնային Ղարաբաղի կառավարության և այլ պետական մարմինների և այլ հաստատությունների կողմից կուտակված պարտքերի համար պատասխանատվությունը ըստ էության բավականին մեծ բեռ վերցրեց իր վրա։ Տվյալ պարագայում տրամաբանական էր, որ վերջինս նաև պահանջի իրավունքը պետք է պահպանել այն գույքերի նկատմամբ, որոնք առնվազն գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, որովհետև չի կարող սուբյեկտը վերցնել պարտականություններ միայն պարտավորությունների նկատմամբ և չստանձնել իրավունքներ առնվազն պահանջի մասով։ Մենք չէինք հաշվարկել անբարեխիղճության էլեմենտը և կարող են լինել ընկերություններ, որոնք պարզապես խուսափելով իրենց պարտականություններից, մասնավորապես գրավով ապահովված պարտականություններից Հայաստանի Հանրապետությունում և կօգտագործեին այս օրենսդրության մեջ ի հայտ եկած անուղղակիորեն ի հայտ եկած այս բացը կամ անորոշությունը, որպեսզի վերջիններս կարողանան ապօրինաբար խուսափեն իրենց ստանձնած պարտավորություններից։ Քննարկված բոլոր հարցերն արժանացել են գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Մուշեղ Իսախանյան, լուրեր։